Իսրայելի 12-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը Թեհրանում ներկայացնում են տեղական արտադրության նորարարական ու կատարելագործված սպառազինությունը։ ՀՕՊ համակարգերի բազմազանություն սովորական հակաօդային զենքերից մինչև զենիթահրթիռային համակարգեր, բալիստիկ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ տեսակներ։ Ուշադրության կենտրոնում են հատկապես շահիդ անօդաչուն երկիր-երկիր դասի Ռեզվան բալիստիկ հրթիռը, որի հեռահարությունը հասնում է 1400 կիլոմետրի, Ֆաթեհ հիպերձայնային հրթիռը։ Սա իշխանության ուժի արժանապատվության ուղերձ է, սրանով ցույց ենք տալիս, որ թույլ չենք տա որևէ մեկին ստվեր գցել այս երկրի վրա։ Նույնիսկ մեր փոքրիկներն են շատ հպարտ եւ ուրախ, լցված են հպարտության զգացումով։ Մեզ համար պատիվ է իրանցի լինելը։ Ավիատիեզերական ուժերի նվաճումների ցուցադրությանը ներկայացվել են նաև իսրայելական բանակի Հերոն եւ Հերմես անօդաչու թռչող սարքերի մնացորդները, որոնք խփվել էին 12-օրյա պատերազմի ընթացքում։ Այս հրթիռներն ու դրոնները տեսնելուց հետո իրոք մեծ հույսով եմ լցվում, որ Իրանը հզոր է եւ ուժեղ։ Տեղյակ չէի, որ մեր երկիրն այս մակարդակի առաջընթաց է գրանցել։ Անօդաչու թռչող սարքերի շարքի արդիականացված մոդելները, նոր մշակված հրթիռային համակարգերն ունեն բարելավված ճշգրտություն ու հեռահարության նոր հնարավորություններ։ Այն, ինչ տեսնում է սովորական քաղաքացին, շատ փոքր մասն է ամբողջ արտադրության։ Զենքի արտադրությունը շատ մեծ ծավալի է ու վստահ ենք ընդլայնվելու է։ Իրանի ուժայինների պնդմամբ սա պաշտպանական արտադրության ոլորտում ինքնուրույնության ցուցադրություն է։ Սրանով հանդերձ Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ ռազմական առաջընթացը նախատեսված է զսպման, ոչ ագրեսիայի համար։ Մենք բոլոր այս հրթիռները նախագծել ու արտադրել ենք լինելով պատժամիջոցների տակ։ Այս զինատեսակները դուք տեսել եք նաև գործողության մեջ։ Ցուցահանդեսի նպատակն Իրանի ժողովրդի մեջ վստահություն սերմանելն է։ Ալի Բելանիի խոսքով այդ զգացողությունն իրանցիներին կստիպի հպարտանալ իրենց երկրով։ Նրանք վստահ կլինեն, որ Իրանի զինուժը պաշտպանելու է իրենց։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վստահեցնում է, սեփական զենքերի ստեղծման ու արդիականացման գործընթացը երբեք չի կանգնելու, այն ավարտ չունի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։